Խաղաղություն սիրելի հարազատներ ջան, շարունակում ենք մեր հոգևոր ճանապարհորդությունը Աստվածաշնչի էջերից, ծննդոցից մինչև հայտնություն, որտեղ յուրաքանչյուր գիրք ու գլուխ մեզ համար բացահայտում է Հիսուս Քրիստոսին, ինչպես Տերն էլ ասեց, քննեցեք գրքերը, որովհետև նրանք բոլորը իմ մասին են խոսում։ Այսօր մեր կանգառը Թվոց գրքի 9-րդ եւ 10-րդ գլուխներն են։ Թվոց 9-րդ գլխում Աստված հիշեցնում է զատիկը տոնելու մասին։ Սակայն այստեղ մի կարևոր մանրամասն կա։ Կային մարդիկ, ովքեր անմաքուր էին եւ չէին կարող տոնել ճիշտ ժամանակին։ Աստված իր անսահման ողորմությամբ թույլ տվեց նրանց տոնել 1 ամիս անց։ Նա ոչ մեկին չի ուզում զրկել իր օրհնությունից։ Գլխի 2-րդ մասում տեսնում ենք ամպի եւ կրակի սյունը, որը առաջնորդում էր ժողովրդին։ Տիրոջ հրամանով բանակ էին դնում եւ Տիրոջ հրամանով ճվում էին։ Թվոց 9:18։ Նրանք չէին շարժվում, քանի դեռ ամպը չէր բարձրանում։ Ինչպես ենք մենք այստեղ բացահայտում Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիսուսը մեր զատիկի գառն է, ինչպես առաջի Կորինթացիների 5:7-ն է ասում։ Այն փաստը, որ նույնիսկ ուշացածները կամ անմաքուրները հնարավորություն ստացան մոտենալու զատիկին, ավետում է Քրիստոսի շնորհի մասին։ Հիսուսը եկավ հեռավորներին մոտեցնելու եւ անմաքուրներին սրբելու։ Իսկ ամպի սյունը Հիսուսն է, աշխարհի լույսը, ինչպես Հովանու ավետարան 8-րդ գլխի 12 խոսքում է ասում։ Ինչպես ամպն է ցույց տալիս ճանապարհը անապատում, այնպես էլ Հիսուսը մեզ առաջնորդում է կյանքի անապատային բոլոր փուլերում։ Նա մեր կենդանի առաջնորդն է, ում ներկայությունը մեզ պաշտպանում է տոթից եւ լուսավորում է մեր գիշերը։ Թվոց 10-րդ գլխում այստեղ Աստված պատվիրում է Մովսեսին շինել 2 արծաթե փողեր։ 2 արծաթե փողեր շիներ քեզ համար։ Դրանք ժողովրդին կանչելու եւ բանակների չվելու համար թող լինի։ Թվոց 10:2-ն է ասում։ Այս փողերի ձայնը միավորում էր ժողովրդին, ազդարարում պատերազմի կամ տոնի մասին։ Գլխի վերջում տեսնում ենք ուխտի տապանակի շարժվելը։ Մովսեսն ասում էր. «Վեր կաց, Տեր, եւ թող ցրվեն քո թշնամիները»։ Թվոց 10:35-ն է ասում։ Ինչպես է այստեղ բացահայտվում Հիսուս Քրիստոսը, որպես Աստծո կենդանի ձայնը, ինչպես արծաթե փողերն էին հավաքում ժողովրդին, այնպես էլ Քրիստոսի ձայնն է մեզ կանչում միասնության։ Փողերի արծաթը խորհրդանշում է փրկագնումը։ Մենք լսում ենք նրա ձայնը, որովհետև փրկագնված ենք։ Երբ Մովսեսը ասում էր. «Վեր կաց, Տեր», դա Քրիստոսի հաղթանակի եւ հարության կանխանշումն էր։ Թանկագիններ, երբ Հիսուսը վեր կացավ, հարություն առավ գերեզմաններից, մեր բոլոր հոգևոր թշնամիները ցրվեցին։ Նա է մեր առջևից գնացող հաղթողը։ Ամեն։ Սիրելիներ, այս 2 գլուխները մեզ սովորեցնում են հնազանդություն եւ զգոնություն։ Սպասիր ամպին։ Երբեք մի շտապի շարժվել, որոշումներ կայացնել, բայց Աստված ուզում է, որ մենք շարժվենք միայն նրա հրամանով։ Սովորենք սպասել Տիրոջ առաջնորդությանը աղոթքի մեջ։ Լսիր փողի ձայնը։ Այսօր աշխարհում շատ ձայներ կան, բայց մենք պետք է սովորենք զանազանել, տարբերել մեր բարի հովիվի ձայնը, ինչպես Հովանու ավետարանում ասում է, որ իմ ոչխարները, իմ գառները
իմ ձայնը լսում են։ Աստվածաշնչի ընթերցումը հենց այդ արծաթե փողն է, որը մեզ ուղղություն է տալիս։ Մի վախեցիր ճանապարհից, ինչպես տապանակն էր գնում Իսրայելի առջևից, այնպես էլ Հիսուսն է գնում մեր առջևից։ Ձեր թշնամիները կցրվեն, եթե Տերը ձեր կյանքի առաջնորդն է։ Աղոթենք, թանկագիններ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր ճշմարիտ առաջնորդն ես։ Խնդրում ենք, սովորեցրու մեզ սպասել քո նշանին եւ լսել քո ձայնը ամեն օր։ Ինչպես ամպիսյունն էր առաջնորդում անապատում, այնպես էլ դու լուսավորիր մեր ճանապարհը այսօր եւ ամեն օր։ Թող քո ներկայությունը մեզ հետ լինի եւ քո հաղթանակը տեսանելի դառնա մեր կյանքում։ Ամեն։ Եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, թող այդ օրհնությունները լինեն նաև քո ընկերների համար։ Կիսվիր եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը։ Տիրոջ շնորհը մեր բոլորի հետ լինի։ Ամեն։